Դատարության մասնակիցներ, հասնում ենք մենք ապացույցների ինչ է կապված։ Հայտարարությունն է։ Հայտարարություն չի ընդունում։ Չէ, բան հետ կապված է։ Հայտարարություն չի ընդունում այս բանը, հարգելիս, նստեք, մենք հիմա ապացույցների հետազոտման ենք Արտարան դատարանում եմ մեջ ավարտայությանը դինեմ։ Ասենք հիմա Եվ գնաք հրագի հանուն Հայաստանի, գնաք հրագի Նիկոլ Փաշինյանը թուրը ցարած ոնց ուզում է, սպասում է, ոնց ուզում է, վերաբերում է։ Քաղաքական ամբիոն չէ, նստեք դատարանը ձեզ թույլ չի տալիս։ Բազարան դատարան։ Քաղաքական ամբիոն չէ։ Բայց ինչ գործում եք, եթե քաղաքական ամբիոն չի։ Ես քաղաքական գործիչ եմ, հակագործ եմ։ Նստեք, թույլ չի տալիս դատարանը ձեզ։ Նստեք։ Դատարանը ապոցների հետազոտման ընդհանրական արգելում հրադրում։ Ըստ ծավալի, որոնք որ սահմանվել են դատարանի ապոցների հետազոտումն ինչպես սահմանված է նախապես գրավոր ապացույցները սկզբից պետք է հետազոտենք, սպասական մարագծում սկզբից հետազոտենք գրավոր ապացույցների մեջ սպորտագետ եզրակացություններ, խոզարկությունները, զննության արձանագրությունները, այնուհետև հաջորդիվ նոր կանցնենք համապատասխան ուրեմն այդ գաղտնալսման արձանագրություններին, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներին եւ մյուս ապացույցներին։ Եթե առնչություն չկա, այս հաջորդականությամբ շարունակենք կնշեմ յուրաքանչյուր մեղադրական եզրակացության էջով, թե գործի նյութերի էջերով հստակ կնշեմ պատվարժան դատարան որոնք են։ Խնդրենք, որպեսզի յուրաքանչյուր ապացույց հրապարակելուց հետո հանրային մեղադրողները նշեն, թե ապացույցով ինչ են հիմնավորում, եղծագրված արարքի հետ կապված եւ կոնկրետ այդ ապացույցով արդարներից որ մեկի մեկն է հիմնավորում, ասեն կոնկրետ ասեն այդ ապացույցով։ Ընտրեմ ասում եք նշեք հատորը, որ ստեղծը Դատապայթունա տեխնիկական եւ